Սիրելի հետևորդներ, ողջույն։ Այսօր կպատրաստենք տոնական սեղանի ևս մեկ անմահական համ ունեցող ուտեստ։ Պատրաստելու ենք իսկական կիևյան կոտլետներ, որոնց միջից տապակելու ընթացքում կարագը երբեք դուրս չի գալիս։ Իսկ թե ինչու, կներկայացնեմ տեսանյութի ընթացքում։ Եվ այսպես վերցնում ենք հավի միսը, այսօր ինձ մոտ կրծքամիս և ազդրամիսը։ Սովորաբար պատրաստում են միայն կրծքամսով, բայց որպեսզի մեր կոտլետներին տանք հյութեղություն, ես ավելացնում եմ նաև ազդրամիս, ասեմ, որ շատ համեղ է ստացվում։ Հեռացնում ենք ոսկորները և կտրատում փափկամիսը։ Փափկամիսը ինձ մոտ կշռում է 1,5 կիլոգրամ։ Ասեմ, որ այս կոտլետները ես պատրաստում եմ բավականին խոշոր չափեր ունեցող հավի մսով։ Հավի միսը ինձ մոտ կշռում էր 3 կիլոգրամ 300 գրամ։ Ասում են, որ այս միսը ուշ է եփում, բայց կարող եմ փաստել, որ այս մսով պատրաստված կոտլետները պարզապես անմահական համ ունեն, այնպես որ վստահաբար կարող եմ խորհուրդ տալ, որ փորձեք հենց այս մսով պատրաստել կոտլետները։ Միսը առայժմ դնում ենք մի կողմ և կտրատում ենք հացը։ Ինձ մոտ 300 գրամ հաց է։ Լցնում ենք խորը ափսեի մեջ։ Եթե հացի կեղևը մուգ երանգ ունի, կարող եք այն հեռացնել։ Ես չեմ հեռացնում։ Հացի վրա լցնում ենք 200 մլ կաթ և դնում մի կողմ, որպեսզի հացը փափկի։ Իսկ փափկելուց հետո արդեն կարող ենք սկսել աղալու պրոցեսը։ Աղում ենք և միսը, և արդեն թաց հացը։ Կարող եք աղալ 2 անգամ, ես աղում եմ 1 անգամ։ Որից հետո ստացված խառնուրդին ավելացնում ենք համեմունքներ։ Ավելացնում ենք միայն սև պղպեղ և աղ։ Վերցնում ենք ըստ ճաշակի։ Որից հետո լավ խառնում ենք, որպեսզի ստանանք համասեռ զանգված։ Ահա այսպես։ Այնուհետև նախապատրաստում ենք մյուս բաղադրիչները։ Դրանք են կարագը, ինձ մոտ 200 գրամ կարագ է, դուք կարող եք վերցնել ավելի շատ կամ ավելի քիչ, ելնելով նախասիրություններից։ Նախապես կարագը անպայման թողեք սառցե խցիկում, որպեսզի այն լավ պահի իր ձևը։ Կտրատում ենք հարմար չափի կտորներով և դնում մի կողմ։ Ահա այսպես։ Վերցնում ենք 3 ափսե, մեկի մեջ լցնում ենք ալյուր, մյուսի մեջ բաքսիմատ, երրորդի մեջ ձու։ Ձուն լավ հարում ենք։ Բաղադրիչների քանակները կախված է նրանից, թե որքան է պատրաստի խճողակը։ Սկսում ենք ձևավորման պրոցեսը։ Ձեռքերը թրջում ենք ջրով, վերցնում ենք խճողակից մեկ լիքը ճաշի գդալ, կլորացնում ենք, ապա մեջտեղում դնում ենք կարագը, որից հետո ձեռքերով տալիս ենք կոտլետի տեսք, ապա թաթախում նախ ալյուրի մեջ բոլոր կողմերից, որից հետո ձվի մեջ և վերջում բաքսիմատի մեջ։ Ահա և այն գաղտնիքը, որի պարագայում կոտլետի միջից տապակելու ընթացքում երբեք կարագը դուրս չի գալիս։ Նույն կերպ ձևավորում ենք մյուս կոտլետները։ Չմոռանամ նշել, որ պարտադիր միսը մինչ աղալը պահեք սառնարանում։ Միսը պետք է լինի շատ սառը վիճակում։ Այդպես և խճողակն է որակյալ ստացվում, և ձևավորման գործընթացն է կոկիկ ստացվում։ Միսը լինում է սառը, կայուն և բնականաբար հեշտացնում է ձևավորման պրոցեսը։ Այս բաղադրիչներից ինձ մոտ ստացվում է 30 կոտլետներ։ Իհարկե, քանակը կախված է նաև կոտլետի չափերից։ Պատրաստի կոտլետները կարող եք տեղափոխել սառցե խցիկ, սառեցնել և պահել հետագա օգտագործման համար, կամ էլ կարող եք տապակել և մատուցել միանգամից։ Եթե պահում եք հետագա օգտագործման համար, ապա անպայման նախապես հանեք սառցե խցիկից, թողեք սառնարանում հալվի, ապա նոր տապակեք։ Տապակում ենք բուսայուղի մեջ բոլոր կողմերից, այնպես որ բոլոր կողմերը ստանան գեղեցիկ ոսկեգույն երանգ։ Եվ արդյունքում, ահա տեսեք, կարագն ամբողջությամբ մնացել է կոտլետի մեջ։ Ստացվում են շատ համեղ կոտլետներ։ Անպայման փորձեք և իհարկե գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում։